Ինքը Հակոբ Մովսեսիկ է գրականության մեջ, դրան նոնսենս էր ասում Դավիթ Հովհաննեսը եւ ինքը ընդունում էր իր նոնսենսությունը, ինքը որևէ կերպ չկար։ Հիմա այս մարդուն վստահել են լափաման են տվել, ճատացնում են գլխին, ասում են արա գնա այսօր հաչա ասա, այս ինչը մեզ պետք է, գնում հաչում է, ասում է այս ինչը մեզ պետք է, հիմա ճատացնում է գլխին, ասում է գնա արա Հակոբ Մովսեսիկ, ասա որ այդ ինչն է, եկեղեցու դեմ ենք պետք է լինենք, այո դա ճիշտ է, հիմա գնում ասում է, հիմա հաջորդ պահին որ Նիկոլը ճատացնի դրա գլխին, չի ուզում եմ պատկերավոր երևա դրա համար ճատացներով եմ ասում, կգնան լափամանի մոտ կլինեն եւ այդ լափը, որը բավականին լուրջ լափ է, մենակ այն չի որ ասեն կարողանա ասենց բերանը առնի եւ այդ պահին չկալանի չէ, նա կարողա իրպես էլի բուծի եւ այս երկրին վնաս տալով շարունակի իր ներկայությունը ունենալ, մսխելով բյուջեն, այդ Նիկոլիկը որ ասում էր, այս բաները փող մուծողն, այդ մուծում են ինչ անեն, Հակոբ Մովսեսները սպաղում տալիս ես 100,000-ավոր դրամ, որ ինչ է անում դա, այդ հերթական դավաճանությունը իմ ազգի, իմ երկրի դեմ, դա երբեք էլ չի եղել գրողների միության կազմի ներկայացուցիչ, ինչ իմաստով, ինքը հայտարարել է, որ դա ավելորդ կառույց է, բայց ես այդ գնում էի նախագահության նիստերի տեսնում է ինձանից շուտ է ասել, այսինքն եթե մի սրիկա կարողանում է հայտարարություն անել եւ ինքը իր հայտարարությունը մերժել, դա ինձ համար սրիկա է, սրիկաների սրիկան է, դա հիմա այդ սրիկայի անունով եթե մենք փորձենք խոսել, դրա արարմունքը ուրեմն ներկայացնել, ես շատ կուզեմ որ մեր ժողովուրդը հասկանա, որ այդ ամեն մարդ որ նստում է եւ ուզում է, նա ուզում է ընդհանրապես Նիչեի պատկերը ստանալ, այդ դեղեր, մեղեր այդպես անում է, որովհետեւ այդ խաբուսիկությունն էլ կիրառի, որովհետեւ ինքը իրենից բան չի ներկայացնում, եւ եթե մենք ասում ենք, գիտեք, ինքը սա է ուզեցել ասի, այդ իր չկայացած պոեզիայով է, սրանը սա ներողություն պոեզիայել ասում եմ, խզբզանքներով, էսա ուզեցել ես, Ֆելիքս Մելոյանը մի անգամ մեր մեծ գրականագետներից էսից բան ասեք, դուք ինչ եք անելու, գնալու եք բոլոր ընթերցողների դուրը ծեծեք, ասեք, ինքը սա էր ուզում ասել, հետո ասի, հիմա էսա ստացում, հիմա այդ ստակոլոր գոյանքներին բերում եւ որպես ցուցանք ներկայացնում են, դրանք չկան, դրանք գետնաքարշություններ են, որոնք ճշմարիտ գրողները տրորելով ասում են, որովհետեւ դրանք ինքնակամ գալիս փրվում են հայ գրականության տաճարի շեմին։